Ինչ սև արկղունի հակակոռուպցիոն կոմիտեն ըստ Արծվիկ Մինասյանի։ Մի հատ սև սենց արկղ իր համար ստեղծել, մեկ էլ օպլա, մեկի նկատմամբ ներկայացնում մեղադրանք։ Ու քանի որ առջևում ընտրություններն են, մեղադրանքները ընտրական են։ Մեղադրվողները ընտրովի, միայն ընդդիմադիրները, ասում են Հայաստան խմբակցության ներկայացուցիչները։ Մի հատ էլ հմեկի ռեպորտաժներ պատրաստեն։ Այ հարայ հասեք, այստեղ ընտրակաշառքներ են բաժանվում, այստեղ բարեգործություն է կատարվում, այստեղ չգիտեմ ինչ է լինում։ Խորհրդարանական ընդդիմադիրների համար աբսուրդի ժանրից է։ Ֆինանսների նախարարությանը ասեմ, ես կասեմ, որ մենք քննարկենք այդ հարցը, տեսնենք, մենք կարող ենք բան անել։ Պետության փողերի հաշվին աճ ու ձախ խոստումներ տվող պետական ծրագրերը որպես իրենց ծրագրեր ներկայացնող վարչապետի դեպքում ոչ ՀԿԿ-ն, ոչ ԿՀՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահում չեն տեսնում։ Վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք մեր կողմից չի արձանագրվել, որովհետև սկսենք այն փաստից, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով վարչական ռեսուրսի, այսինքն 23 հոդվածը կարող է ընտրական ուժի 23 հոդվածը կարող է գործել այն պահից, երբ որ կան թեկնածուներ։ Եթե օրենքը օրենք է, այդ դեպքում ինչու իշխանությունը չի սպասում թեկնածուների գրանցման ու արդեն իսկ գործի է դրել բարեգործության արգելքը։ Ընդդիմադիրներ են ձերբակալվում, նախընտրական շրջանում բարեգործությունը արգելված է պատճառաբանությամբ։ Պարոն Վակիմյան, շատ լավ ասեցիք, չկան թեկնածուներ։ Հիմա այդ ոնց է ստացվում, որ հակակոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է, տանում է հələ քիչ է մնում կալանքի, այն դեպքում, երբ որ չկան թեկնածուները։ Պարոն Մինասյան, հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վարքի որոշումների հետ կապված, խնդրում եմ իրենցից բարձրաբանում պահանջել։ Ասելիք չունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ մի շարք ՀԿ-ներ արձանագրել են, հավասար մրցակցությունը ուղղակի բացակայում է։ Սկսած տարածքների վարձակալության խնդիրներից, որի մասին ՀԿ-ները բարձրաձայնել են, վերջացրած նրանից, որ այսօր հիմնական ֆավորիտ ուժի, օրինակ առաջնորդը գտնվում է կալանքի տակ եւ չունի հավասար պայմաններ մյուս մրցակիցների հետ։ Ես կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նախընտրական վիճակը Հովակիմյանը գցում բռնում, բայց միևնույն է, հայտարարում է, արտարոց որևէ բան չկա։ ամենևին նման փաստ չունեմ։ Ես բերեցի ուսուցչի օրինակը, այն ուսուցչին, որ ազատեցիք աշխատանքից։ Ասма շատ, այն որ ասма ակուրատնի ձևով ներխուժում են, այն որ բան կար, հայտնի մարդ կար, падգամավոր կար ասма։ Շատ շնորհքով ներխուժում են։ Փաշինյանի թիմը ընդդիմադիրների աչքի փուշը փնտրում է իր աչքի գերանը չտեսնելով, ասում են Հայաստան խմբակցության ներկայացուցիչները։ Երբ որ նույն համայնքի ղեկավարը էլի ճնշման մեթոդներով մարդիկ են հավաքագրում բերում։ Դա վարչական ռեսուրսի չարաշահում է, թե չարաշահում չի։ Հսկայական ոստիկանական գվարդիան ուղեկցում է կառավարության ղեկավարին։ Երբ որ դա վարչական ռեսուրսի չարաշահում չի, պարոն Նովակիմյան։ Ասելա, այս ասֆալտ կանենք, այս մեր հարգարժան թեկնածուն, որ ընտրվի, մենք ասֆալտ կանենք։ Դա վարչական ռեսուրսի չարաշահում չի։ Հայաստան խմբակցության падգամավորները շարունակում են, Փաշինյանի իշխանությունը անգամ դիտորդների հարցում է իմ ու քո անում։ Վերջերս ընդունված օրենքով քաղաքական չեզոքության անվան տակ սահմանվել են այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։ ԿՀՀ-ն է որոշելու դիտորդական առաքելությունը քաղաքականապես չեզոք է, թե ոչ, հավատարմագրել, թե ոչ։ Իսկ ով է ճանաչելու այդ քաղաքական չեզոքություն դրսևորելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով Վահագն Հովակիմյանն է, ով ինքը քաղաքական չեզոքություն չդրսևորեց նույնիսկ իր իսկ ընտրության ժամանակ։ Ինքը որպես քաղաքական գործիչ իրեն ընտրեց որպես անկախ մարմին։ Եվ ուրեմն ինչպես հավատալ Վահագն Հովակիմյանի այս խոստումներին։ Բոլոր ընտրությունները, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպելու է, լինելու են ազատ, արդար, թափանցիկ։ Արփիչ Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։